Մարտի 10-ի երեկոյան Գյումրիում լուրեր էին տարածվել այն մասին, որ Ուրարտու ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել։ Ժամեր շարունակ դեպքի վայրում աշխատել են ոստիկանները, քննիչներն ու փորձաքրյա ետը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից այսօր լրատվականին փոխանցում են, որ Խանջան 31 հասցեի մոտ միմյանց են բախվել Ford եւ Lexus մեքենաները։ Արդյունքում պայթել է Lexus-ի անիվը։ Մեքենան հայտնաբերվել է թիվ 31 դպրոցի ետնամասում։ Ford-ը դեպքի վայրում չի եղել։ Այն պատկանում է Տիգրան Փանոսյանին, Lexus-ի տերը Չուբար Զարգարյանի եղբոր որդին է։ Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Շիրակի մարզի դատախազությունից փոխանցում են, որ կրակոցների վերաբերյալ տեղեկությունը դեռևս հիմնավորված չէ։ Դեպքի վայրի զննությամբ կրակոցների հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։ Քաղաքում եւ կայքերում շրջանառվող բոլոր լուրերը, ինչը վերաբերում են աղջիկ երեխայից, բացարձակ երյուրանք է, չի համապատասխանում իրականությանը։ Զարգարյանների ազգը հարազատ մարդիկ են, բացի հարազատությունից այլ բան չկա։ Իսկ ինչ մնում է մեքենաների պահպանը, այո, դա եղել է, կրակոցներ չեն եղել, բացարձակ կարող եմ ասել, որ սուտ է։ Շիրակի մարզային վարչությունում տվյալներ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Խանջան փողոցի վրա գտնվող Ուրարտու ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցել վիճաբանություն։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, կատարվել է մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ եւ Խրիմյան Հայրիկի փողոցի վերջնամասում հայտնաբերվել է վնասված վիճակում գտնվող Lexus մակնիշի ավտոմեքենա։ Նույն օրը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք եւ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները, մասնակից անձանց շրջանակը պարզելու համար, այս պահին նախաքննությունը շարունակվում է։ Սրանից զատ այլ տեղեկություն այս պահին չեմ կարող հայտնել, բայց ձեր հարցի կապակցությամբ նշեմ, որ քրեական գործի շրջանակներում քննության առարկա է դառնալու նաև բնականաբար զանգվածային լրատվական կայքերում հրապարակված տեղեկատվությունը, որտեղ նշված է, որ կրակոցներ են տեղի ունեցել։ Իհարկե այդ հանգամանքը նույնպես քննարկման առարկա է դառնալու, սակայն նշեմ ի գիտություն, որ դեպքի վայրում պարկուճներ, փամփուշտներ եւ այլն չեն հայտնաբերվել։ Առերևույթ մեքենայի վրա առկա վնասվածքները բնորոշ են վթարի ենթարկվելուն, սակայն բնականաբար այդ կապակցությամբ համապատասխան փորձաքննություններ պետք է նշանակվի, որպեսզի ավելի ստույգ պատասխանենք